Նյուզեյեմ։ Պարոն Դանելյան, քիչ առաջ իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ պնդում էին, որ ընդդիմադիրների միավորվելու մասին այդ հայտարարությունները իրականում խաբեություն է։ Ընդդիմադիրները ընտրություններից հետո ստանալու են քվե, խաբեն հասարակությանը եւ վերավաճառեն իրենց քվեն։ Հիմա դուք կարող եք համոզել լավ հանրությանը մի քիչ էլ քաղաքացիական պայմանագրին, որ ձեր ձայները չի վերավաճառվի։ Լսեք, ինչ նշանակում վերավաճառվել։ Նախ դա ոչ կոռեկտ ձևակերպում է եւ չեմ պատրաստվում մեկնաբանել այդ абսուրդը, այդ հայտարարությունները ոչ մի կերպ մեկնաբանելու ցանկությունը չունեմ։ Ինչ վերաբերվում է նրան, որ քաղաքական ուժերը ընտրական process-ներից հետո սահմանադրությամբ հնարավորություն ունեն կոալիցիա ձևավորելու, տեխնացու առաջադրելու, իրար հետ բանակցելու, այսինքն դա հակաօրինական է կամ հակասահմանադրական է, իհարկե ոչ։ Շատ տեղերում հենց նույն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կոալիցիա կազմել նույն Երևան քաղաքում, ահավասիկ դրա օրինակը տարբեր համայնքներում կոալիցիա կազմել եւ այդտեղ իշխանությունա ձևորել։ Հիմա իրենք ձեր խոսքով ասած ինչ էին արել, վերավաճառվել էին կամ վերավաճառվել էին, կամ ով է իրանց վաճառել, կամ իրենք ում են վաճառվել։ Այսինքն ինչ է նշանակում։ Դա կներեք էլի անտրամաբանական абսուրդ անհիմն հայտարարություններ է եւ ես կրկնում եմ խորհրդարանական երկրում հնարավորություն ունեն խորհրդարան անցած քաղաքական ուժերը ձևավորելու կառավարություն, դա իրենց համանդրական իրավունքն է եւ ոչ մեկ իրավունք չունի, չգիտեմ, բռնանալու կամ չգիտեմ պիտակավորներ կամ որակավորներ տալու։ Մեր քաղաքացին տալու է իր ձայնը, եթե բանը հասնի ընտրություններին, հնարավորություն ունի տալու իր ձայնը եւ որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, որ իրենց քվեն տալիս են ընդդիմադիր այս կամ այն ուժի, որը որ իր ամբողջ գործունեության ընթացքում ցույց է տվել իր արմատական ընդդիմադիր լինելը, ուրեմն ինչի մասն է խոսքը։